Չվախենակ, ելույթս գրավոր չէ, ընդամենը թեզեր են գրել, և ասեմ միանգամից ճարտ չեմ ասելու, հռետորաբանությամբ, ճարտասանությամբ չեմ զբաղվելու, որտև սա այն լսարանը չէ, ձեզ քարոզելու, համոզելու, դաստիարակելու խնդիր չկա, ձեզնից յուրաքանչյուրը ինքը քարոզիչ է, հռետոր և դաստիարակիչ։ Ես ընդամենը ուզում եմ ձեզ հետ մի փոքր զրուցել, որոշ հարցերի մասին, որոշ փոքրիկ շեշտադրումներ կատարելու համար և կապված նաև այս վերջին շրջանի մի քիչ շփոթ, բայց համենայն դեպս որոշակի ալեկոծություններ ունեցող իրադարձությունների մասին։ Նախ ինչ վերաբերում է կոնգրեսի, թե ինչ կարևոր է հայազգային կոնգրես կուսակցության ստեղծումը, դրա մասին ես չեմ խոսելու, դրա մասին արտահայտվեցին արդեն համարյա բոլոր նախորդ ելույթ ունեցողները։ Ես ուզում եմ խոսել մի ավելի կոնգրեսին վերաբերող այլ ասպեկտի մասին, նրա ձևավորման մասին, նրա դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք։ Ես ուզում եմ նախ և առաջ գնահատել մեր 5 տարվա աշխատանքը։ Հայազգային կոնգրես կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչև այսօր դա հայազգային կոնգրես դաշինքներ, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումներ, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություն և կազմակերպություններ։ Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք գործունեություն դրսևորեցին, բացարձակապես դա չի նսեմացնում նրանց գործը, որ իրենք արել են այս 5 տարիների ընթացքում։ Եվ գոնե առնվազն 4 տարի մինչև 11 թվականի աշունը դաշինքը, այո, այդ 18 կուսակցությունների դաշինքը, կուսակցությունների եղել է կուռ, համաձույլ, համախոհների, զինակիցների մի միավորում, որը ես մեծապես գնահատում եմ։ Ոչ ոք այդ ժամանակ ոչ գլուխ է պահել, ոչ խաղեր տվել, ոչ էլ դաշինքի ներսում փորձել հաստատել կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը, այդպիսի բան չի եղել։ Եվ ես խորին շնորհակալություն եմ հայտնում դաշինքի բոլոր անդամներին, որոնք կատարել են իրենց մեծագույն գործը։ Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ։ Ինչպես ասացի, դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որ նրանք բերել են Հայաստանի համաժողովրդական շարժմանը։ Եվ եթե այսօր մենք կուսակցություն ենք կայացնում, այդ կուսակցության մի զգալի մասը անկուսակցականները հենց ստեղծվել են այդ դաշինքի շնորհիվ։ Եվ այդ էներգետիկան, որ փոխանցվում է նոր կուսակցությանը, դրանում մեծագույն դեր ունի հենց դաշինքը։ Նույնը վերաբերում է ՀՀՇ-ին։ Գուցե ձեզ համար արտահայտ թվա, բայց ասեմ, ՀՀՇ-ն վերջին 5 տարում որպես ինքնուրույն կուսակցություն գոյություն չի ունեցել։ Նա ինքը անձամբ սեփական նախաձեռնությամբ ամբողջությամբ իր ուժերը ներդրել է կոնգրեսի մեջ և չի արել որևէ քայլ, որը կարող էր հակասել կոնգրեսի շահերին և բխել զուտ նեղ կուսակցական շահերից։ Ասացի ամբողջությամբ, և որպես անդամներ, և որպես կառույցներ։ Այսինքն ՀՀՇ-ն բացարձակապես նույնացած է եղել Հայ ազգային կոնգրես կուսակցությանը։ Այսինքն այսօր ոչ մի բան չի փոխվում։ Նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որոնք ուրիշ ճանապարհ ընտրեցին, բոլորին մաղթում ենք բարի ճանապարհ և հաջողություններ։ Ոչ մի խնդիր չունենք։
Հակառակը, ինչպես ասացի, երախտապարտ ենք, շնորհակալ ենք այն համատեղ աշխատանքի համար, այն ճանապարհի համար, որ մենք նրանց հետ անցել ենք։ Ես դիվանագիտություն չեմ անում, ասում եմ ամենայն անկեղծությամբ, ես բացի քաղաքական գործիչներից գիտնական եմ եւ ինձ համար կարևորը փաստն է։ Եթե դա փաստ է, ես դա չեմ կարող ուրանալ եւ չգնահատել։ Միշտ այդպես է եղել եւ այսօր էլ այդպես կլինի։ Այնպես որ ասում ենք նորաստեղծ կուսակցություն, դա նորաստեղծ է ընդհանրապես միայն ֆորմալ առումով, գրանցման առումով, ուրիշ ոչինչ եւ համագումարի կողմից հրճակվելու առումով։ Եվ ես կարող եմ այսպես ձևակերպել. Հայ ազգային կոնգրես կուսակցության հրճակումը ընդամենը կատարված փաստի եւ 5 տարի առաջ կայացած իրողության ֆորմալ արձանագրումն է, ուրիշ ոչինչ։ Դա աստված, որ կուսակցությունը Հայ ազգային կոնգրես արժանի լինի Հայ ազգային կոնգրես դաշինքի ինչ ասեմ դերին, նրա նշանակությանը եւ կարողանա շարունակել այն ավանդները, որ դրել է այդ դաշինքը։ Շնորհակալություն, այս մասը փակվեց։ Ինչ վերաբերում է ծրագրին, ծրագրի մասին ընդունվեց, ուղղակի մի քանի շեշտադրում պետք է արվի, որպեսզի թյուրիմացություններ բաներ չլինեն։ Մենք ինչ ենք փորձել, ես էլ ակտիվագույն մասնակցություն եմ ունեցել այս ծրագրի իրականացմանը, 3 անգամ կարդացել եմ խմբագրական հանձնաժողովի կազմած նախագծերը, արել են որոշ դիտողություններ եւ այլն, բայց ինչն էր մեր խնդիրը։ Մեր խնդիրն էր ընդգրկել առավել շեշտը դնել ոչ թե ծրագրի գործնական քայլերի, հանգրվանների վրա, այլ ավելի շատ փիլիսոփայության վրա։ Որն է մեր ծրագրի փիլիսոփայությունը։ Նախ այդ ծրագրում պետք էր արտահայտված լիներ այսօրվա մեր Հայ ազգային կոնգրես կուսակցության պատմական ակունքները, որովհետև դա ինչպես քիչ առաջ ասացի, դա նոր չի ստեղծվում, դա ինչ որ լուրջ ակունքներ ունի, ժառանգականություն կա եւ դա լիովին արտահայտված է։ Մի խոսքով պատմական ակունքներից մեկը 88 թվի շարժումն է, ՇՆ, մյուսը Հայ ազգային կոնգրեսը, որ ստեղծվեց 2008 թվականին։ Եվ ասում եմ, շատ բան չի փոխվելու եւ մեր գաղափարախոսության եւ մեր պայքարի մեթոդների մեջ եւ մեր համակարգված գործունեության մեջ։ Երկրորդը գաղափարախոսության հիմնադրույթներն են։ Գաղտնիք չի եղել, որ ՀՀՇ-ն եղել է ազատական կուսակցություն։ ՀՀՇ-ն եղել է ազատական կուսակցություն, դաշինքը մի կերպ այլ էր, այնտեղ հավաքված էին տարբեր գաղափարախոսությունների գրողներ, բայց մենք կարողացանք գտնել համատեղ աշխատելու ձև, ընդհանուր լեզու մի կողմ դրած այդ գաղափարախոսական տարբերությունները եւ շեշտը դնելով Հայաստանի գլխավոր խնդրի վրա, իսկ գլխավոր խնդրի հարցում մենք որևէ տարաձայնություն չունեինք եւ այսօր էլ դատելով ոչ միայն մեր, այլև բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի արտահայտություններից այդ գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ ազատվել ավազակապետությունից եւ Հայաստանում ստեղծել սահմանադրական կարգ, ուրիշ ոչինչ։ Գաղափարախոսական մի նորություն կա, ազատականության մասին ներպատկերացումները այն ժամանակ որոշ առումով ռոմանտիկ էին եւ նույնիսկ կարելի է ասել ռեֆլեկտիվ հակազդեցություն մեր սովետական բռնապետությունից հետո մենք պիտի բոլորս դառնայինք ամենա, չգիտեմ, ծայրահեղ լիբերալները, ամենածայրահեղ դեմոկրատները եւ այլն, չհասկանալով նաեւ այն սահմանափակումները, որոնք գոյություն ունեն նաեւ այդ գաղափարախոսություններում։ Եվ մենք այսպես կյանքի փորձով աստիճանաբար եկանք հանգանք սոցիալ լիբերալիզմի գաղափարին, որը շարադրված է, դրույթները կան ծրագրում եւ ես դրա վրա չեմ ուզում ծանրանալ։ Սա շատ կարեւոր ինձ թվում է մի զարգացման մի էտապ է, որը անցնում է մեր շարժումը։ Մյուսը փիլիսոփայության վերաբերյալ արժեքային համակարգն է, դա բացահայտելու կարիք չկա, ժողովրդավարություն, ազատություն, պարլամենտարիզմ, ազատ շուկայական տնտեսություն, մարդու իրավունքներ եւ այլն եւ այլն։ Դա այստեղ
եւ ամբողջությամբ դա արտահայտված է։ Եվ կա մի բաժին, որը կոնյունկտուրա է, որը գործնական քաղաքականությանն է վերաբերում, եւ դրանք այդ բաժնի կարիքը այլևս կարող է չզգացվել հետագայում, երբ Հայաստանում հաստատվեն իսկապես սահմանադրական կարգեր։ Այդ բաժնում ըստ էության արտահայտված է այն, ինչ որ մենք ունենք սահմանադրություն։ Եթե ուզում եք իմանալ մեր գաղափարախոսությունը, նույնիսկ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ, բծախնդիր կերպով քայլ առ քայլ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթները։ Եվ իմացեք, եթե ցանկացած իշխանություն, ով կուզի լինի, կարողանա իրականացնել սահմանադրության դրույթների գոնե մի մասը, հետագայում մյուս մասերը թողնելով մյուսներին, ապա նա արդեն մեծագույն գործ արած կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Այնպես որ ասեմ, քաղաքականությունը չպետք է հանելուկ պատկերացնել։ Դա գործ է, կոնկրետ խնդիր է եւ հստակ է։ Եվ այդ ամբողջը արտահայտված է մեր սահմանադրության մեջ, սահմանադրություն, որ արդեն կուսակցությունների հետ էլ կապ չունի։ Սահմանադրություն, որ ընդունել է մեր ողջ ժողովուրդը։ Ուրեմն իշխանության խնդիրն է կատարել սահմանադրությամբ սահմանված ժողովրդի կամքը, ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն։ Չգիտեմ երկու հարց կա, եթե հոգնած չեք մի փոքր տեսական հարցերեն։ Ես կարող եմ ձեզ խնայել, անցնել առաջ։ Մեկը երևի ասեն ոչինչ, կարճ փորձեմ։ Մեկը մեր էլի գաղափարախոսությանն է վերաբերում, էլի նաև գործնական քաղաքականությանը, ինչ է մեր ուզածը, եւ ինչպես ենք մենք տեսնում այս երկրի բարեփոխումը կամ համակարգային փոփոխությունը։ Ես չեմ վախենում այս բառից, թեև շատերը կոմպլեքսավորված են։ Մեր խնդիրն է իրականացնել բուրժուա դեմոկրատական հեղափոխություն։ Ես դրա մասին խոսել եմ դեռևս 2008 թվականի նախընտրական շրջանում։ Շատերը ինձ փորձեցին կշտամբել, թե տեսեք ինչ ասում, բուրժուա դեմոկրատական։ Մոռանալով, որ ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է հենց բուրժուա դեմոկրատական հեղափոխության շնորհիվ, ուրիշ ոչինչ։ Նրանց մոտ այդ սովետական շրջանի իներցիան է, երբ բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը կամ ազատ շուկայական տնտեսությունը կամ անգամ բուրժուական պարլամենտարիզմը համարվեցին մարդկության ամենամեծ չարիքները։ Հիշեք մեր պատմատի, դիամատի դասագրքերը, ԽՄԳԿ պատմության դասագրքերը եւ այլն եւ այլն։ Ասում են իներցիան մնացել, ինչպես կարելի է, բայց մոռանում են, որ նույնիսկ Մարքսը, Լենինը ողջունել են բոլոր բուրժուա դեմոկրատական հեղափոխությունները։ Ելնելով մարքսյան ֆորմացիաների հաջորդականության տեսությունից։ Այո, պիտի լիներ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն, պիտի հաստատվեր կապիտալիստական կարգեր, այդ կարգերը պիտի իրենց սպառեին, ինչպես սպառել են նախորդ ֆորմացիաները, որին պիտի հաջորդեր սոցիալիզմը, սոցիալիստական հեղափոխությունները։ Սա էր նրանց նշած ուղին։ Անգամ այսինքն սոցիալիստի տեսակետից առաջնահերթը բուրժուա դեմոկրատական հեղափոխությունն է։ Մինչև բուրժուա դեմոկրատական հեղափոխություն չլինի, եթե կան սոցիալիստական գաղափարախոսության դավանողներ, իրական սոցիալիզմ չի լինի։ Հասունացած կապիտալիստական համակարգին էր, որ պետք է փոխարիներ սոցիալիզմը, ասա է։ Ուրեմն մեր խնդիրը սա է, ինչ է նշանակում բուրժուա դեմոկրատական հեղափոխություն։ Այստեղ էլ խոր իմաստ չպետք է որոնել։ Մեծ փիլիսոփայություն չպետք է որոնել։ Ընդամենը մի բան, որ արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն։ Ժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, այսօր էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են, ոչ մի տարբերություն, ուրիշ ոչինչ չկա։
մինչև խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ և ժողովրդավարական պետություն չի դառնա, մինչև խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին և մանր բիզնեսը զարգանալու, այնքան բողբոջելու հնարավորություն չունի և չի ունենա, ուրիշ գաղտնիք չկա, այստեղ համակրանքների, հակակրանքների հարց չէ, թե ովքեր են այդ օլիգարխները, ովքեր են այդ խոշոր բուրժուազիան, մի կարծեք, որ ֆրանսիական բուրժուաները, որ 18-րդ դարում հեղափոխություն էին անում, ավելի լավն էին, ավելի կրթված, ավելի մաքուր, ավելի բարոյական, քան այսօրվա մեր օլիգարխները, այդպես չի, ուղղակի մարդիկ էին, հասկացան մի բան, որ իրենց ավելի ձեռնտու է ազատվել այդ ֆեոդալական կապանքներից, գործել օրինական դաշտում և բարգավաճել, ծաղկել միաժամանակ բարգավաճեցնելով և ծաղկեցնելով սեփական երկրներով, ուրիշ ոչինչ։ Հիմա նույն բանը մենք փորձում ենք անել Հայաստանում։ Եվ ինչպես սվիններով դիմավորեցին մեր այդ գաղափարը, թե ինչպես կարելի է հանկարծ ասենք բարգավաճ Հայաստանի հետ համագործակցել, չէ որ նրանք, իհարկե բոլորն են հասկացան, բոլորն էլ այդ համակարգի մաս էին, կոալիցիայի անդամ էր բարգավաճը։ Բայց ինչ վատ բան էր, եթե կարողանայինք մենք փոխել այսօր մեկին, մյուս օրը մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա, քանի նրանք սերտաճած են խոշոր բուրժուազիան և իշխանությունը, ոչ մի հնարավորություն գոյություն չունի, իմացեք այս երկրում բան փոխելու։ Եվ մի կարծեք, որ մենք հաջողությունների չենք հասել այս գործում։ Գոնե մենք կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել։ Եվ կոնկրետ ունենք երկու օրինակ։ 2005 թվականին Խաչատուր Սուքիասյան ով էր, նորից այդ խոշոր բուրժուազիայի, այդ օլիգարխիայի մի մասն էր և նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչպես մյուսների նկատմամբ։ Բայց այդ մարդը ժամանակ հասկացավ, եկավ բացահայտ, միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը, իշխանությունները առաջին հարվածը հենց հասցրին նրան։ Իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում, այն ինչ քիչ առաջ ես դες ասացի, քան այսպես կոչված մեր քաղաքական ուժերը։ Դրանք հասկացան որտեղ է վտանգը։ Եվ ամենադաժան հարվածը հասցրին հենց Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն։ Իհարկե, դա կանեին, որովհետև ամենակ էր։ Իսկ եթե պատկերացրեք դրանք լինեն շատ, մի քանիսը կամ բոլորը, իշխանությունը անզոր կգտնվի դրանց դեմ, բոլորի դեմ պայքարելու։ Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը, եւ ինչ են անում, փոխանակ նպաստեն այդ process-ին։ Փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա։ Եվ այդ մարդը որևէ քայլ չարեց, որը կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է փոխվել իշխանությունից։ Ես չեմ ասում փոխվել է լրիվ։ Նա չի կարող, հսկայական տնտեսություն ունի, հազարումի բաներով կապված է, բայց փորձում է, գնում է այդ ճանապարհով, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս։ Դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, ես վերջին հենց այս դահլիճում չշնորհավորեց, չմասնակցեց Սերժի ինչին ասում, երթմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավականու ընտրություններում ճակատ տալ։ Ինչպես կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է մի չարիքի դեմ պայքարին և չարիքի թուլացմանը, այդպես վանել, դա ուրիշ բացատրություն չի կարող ունենալ, քան մտածել, որ նրանք չեն ուզում այդ փոփոխությունները։ Ես չեմ բացառում, որ առաջիկա ավականու ընտրություններում լուրջ հարված ստանալու են բարգավաճը, որտեղ Սերժը զգում է այդ վտանգը։ Եվ իմ կարծիքով թույլ չեն տալու նրան
ունենալ այն հաջողությունը, ինչ ունեցավ, ասենք, խորհրդարանական ընտրություններում։ Որովհետև այս օրինակը կարող է շատ վարակիչ լինել նաև տարածվել մյուս օլիգարխների վրա։ Մենք նաև սրա մասին պիտի մտածենք։ Եթե մտածում ենք, ասում եմ, մեր երկրի ապագայի մասին։ Նույնը ավականո ընտրություններում ես կարծում եմ մի քիչ առաջ եմ ընկնում, ես դրա ընտրությունների մասին պիտի խոսեի, բայց քանի որ խոսքը բացվեց, ասեմ ժառանգության նկատմամբ էլ Սերժի վերաբերմունքը փոխվելու է։ Փոխվելու է, չկարծեք նրան թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ ստացավ այս նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է եւ նա երբեք չի ների այն, ինչ նրա դեմ կատարվում է։ Չի ներելու Գագիկ Ծառուկյանին այսքան 2 տարի այս անկախ նրա քայլերի համար, ես ավելի բան չեմ ասում, դեռ չեմ ասում, հակընդդեմ անկախ կուսակցական քաղաքական քայլեր կատարելու համար, չի ներելու եւ թույլ չի տալու, որ ասենք նա ավելի ամրապնդվի եւ լուրջ քաղաքական գործոն դառնա Հայաստանում։ Նույնը Ռաֆիի նկատմամբ թվում էր, թե նրան ձեր է տալիս, որ Ռաֆին դառնար առաջնորդ, ինչպես ասում է, ընդդիմության առաջնորդը եւ փողոցը վերցներ իր վերահսկողության տակ, բայց չի ներելու այդ 37%-ը, որովհետեւ դա այնպիսի փաստ է, որ 100 տարի էլ անցնի, դա մնալու է որպես պատմական փաստ, որ Ռաֆի Հովհաննիսյանը ստացել է իր պաշտոնական թվերով, նա հաղթել է, ես ասել եմ, ես միակ քաղաքական ուժն ենք եղել, որ անվերապահորեն ասել ենք Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է։ Եվ ասում, բայց սա չի մոռանալու։ Հիմա նա պիտի փորձի այս ընտրություններով Ռաֆին ցույց տալ ուրիշ տոկոսներ, ասել այս սա է քո տոկոսը։ Եվ դա շատ տպավորիչ կլինի, եթե նախագահական ընտրություններից մի 2 ամիս հետո 37%-ին բացարձակապես մի քանի կարգ ցածր տոկոս տրվի, այդ միֆը բոլոր Սերժի տեսակետից կարող է արդեն ծրված համարվել։ Լուրջ բաներ կան, որոնք, չգիտեմ, իրավիճակները եւ հետաքրքիր են դարձնում եւ շատ դինամիկ։ Քանի որ Ռաֆի մասին խոսք եղավ, դրա մասին ասեմ, մենք անկեղծ ենք խոսում, գիտեք բոլորդ էլ, ձեզ էլ են շատ անհանգստացնում, միայն մեզ չէ, դաշնակներին էլ, չգիտեմ, բարգավաճին էլ, բոլոր այն ուժերին, որոնք ասենք այսօր հրապարակում չեն, բայց դուք ինչու հրապարակում չեք, ինչու չեք միանում Ռաֆիին, սա քիչ է, երբ որ սա այս հարցը մի քիչ այն չի հնչում, ավելի դեմագոգիկ կերպով ասում են ինչու չեք միանում ժողովրդին եւ այլն, այսպիսի հարցեր են տալիս եւ մերոնք էլ ինչ որ կարծեք անհարմար վիճակների մեջ են ընկնում, կոմպլեքսավորվում են եւ այլն, պետք չէ բացարձակապես։ Նախ եւ առաջ ես չէի ուզի Ռաֆիի մասին որևէ բացասական բան ասել։ Ոչ մի բացասական, հեգնական, գնահատական չտա։ Չի կարելի։ Երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել։ Բայց, երբ որ ասում են ինչու չեք միանում, նախ, փաստենք, ես ասացի, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռաֆի Հովհաննիսյանը։ Ասեմ, սա քաղաքական առումով ամենամեծագույն աջակցությունները, որ կարող է մի ընդդիմադիր կուսակցություն, որը ոչ այնքան նորմալ հարաբերություններ ունեցել անգամ ժառանգության հետ, ասել։ Սա արդեն մեծագույն բան էր։ Երկրորդը, մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում։ Կոնգրեսի ակտիվիստների, եթե չչափազանցեմ, հրապարակի կեսը միշտ եղել է կոնգրեսի աջակիցները, կոնգրեսի համակիցները։ Եվ երրորդը, ասում են ինչու դուք ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ, այստեղ կներեք։ Մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը։
միանայի ինչ անեի։ Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի, կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել։ Հիմա մի քիչ ավելի լուրջ։ Լավ օգնացնում եք։ Ավելի լուրջ։ Մեկ անգամ միշտ թող բոլորը հասկանան։ Մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք, և մենք միանում, աջակցում, սատարում ենք, բացառապես քաղաքական պրոցեսներին։ Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք, չի լինի, մենք այդտեղ չկանք։ Մենք ետընտրական շրջանի այս իրադարձություններում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից, ամեն ինչ։ Հիմա է ժառանգության հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Քաղաքական պրոցես ասելով ես հասկանում հիմնականում ընտրություններն են։ Իմացեք ուրիշ պրոցես չկա։ Ընտրություններ։ Խնդրեմ, եկեք միանանք։ Մենք նախապես էլ էինք ասում, կարելի էր միասնական ցուցակով գնալ։ Մենք հավակնություններ չունեինք քաղաքապետ ունենալու։ Թող առաջին դեպքը լիներ ով կուզի լիներ, դաշնակցական լիներ, ժառանգական լիներ, բարգավաճից լիներ։ Մեզ համար ոչ մի նշանակություն չուներ։ Պատրաստ էինք մեր ամբողջ ուժերը ներդնել այդ գործում։ Չուզեցին, չարեցին։ Դաշնակցությունը առաջարկեց մի ուրիշ ֆորմատ, երեքով փորձեցին առանց մեզ այդպիսի մի ընդհանուր լեզու գտնել, էլի չստացվեց։ Այստեղ ով է մեղավոր, ես չգիտեմ։ Չեմ էլ ուզում որ մեկի մեղադրել, ուղղակի փաստ եմ արձանագրում, չեղավ։ Դա քաղաքական պրոցես էր։ Լավ, հիմա ժամանակ է անցել, դա էլ չի եղել։ Դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու, բայց լրջորեն, առանց չգիտեմ ես դեմագոգիայի, առանց ինչ ասեմ, կշտամբանքների, կամ առանց ակնարկների, պետք է վերջ տալ այս բաներին, վերջ տալ։ Հիմա կարելի է միասնական էլի չգիտեմ, հնարաբան ստեղծել, չգիտեմ, մեխանիզմ, որ կարողանանք վերահսկել այս ընտրությունները, որ կարողանանք համագործակցել ընտրություններից հետո։ Ընտրությունները մեզ համար կարևոր են, դրա մասին էլ շատ խոսվեց։ Էլի չեմ ուզում ես լսարանը չի որ բացատրեմ, ինչ է նշանակում հավաքական ընտրությունները կամ ինչ է նշանակում Երևան քաղաքը։ Մի բան եմ ուզում ասել, ես ավելի էլի քաղաքական կողմի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Հասկացեք, այս իշխանությունը տոտալիտար իշխանություն է։ Նա որևէ վակում թույլ չի տալիս։ Եթե ձեռքից գա մի գյուղապետի անգամ թույլ չի տա, որ ընտրվի ուրիշ կուսակցությունից, կամ իր կամքին հակառակ։ Ամբողջ համատարած։ Դրա համար մի գյուղում պարտվելը մեծագույն չգիտեմ պարտություն է, այդպես են համարում իրենք։ Հիմա կա շանս, կա հնարավորություն Երևանում իսկապես ջախջախիչ պարտության մատնելու Սերժ Սարգսյանին։ Իսկ սա Եթե ասում եմ մի այսպիսի ցավոտ պարտություն ռեժիմը կրեց, իմացեք այդ ռեժիմը արդեն դատապարտված է կործանման։ Եթե ով երազում է նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավականում հաղթանակ տանելն է։ Դե եկեք տարեք այդ հաղթանակը։ Եվ քաղաքապետի ընտրությունների մասին խոսելիս էլի ես խնդրեմ
քարոզարշավը չանձնավորել։ Տարոնը ինձ համար անց չի։ Նա համակարգի մի խամաճիկն է և տարոնը չլինի, ով էլ նշանակվի համակարգից կողմից, տարոնից լավը չի լինելու։ Մենք պայքարում ենք ոչ թե անձերի դեմ, այլ համակարգի դեմ։ Խնդրում եմ, սա էլ նկատի ունեցեք։ Շնորհակալություն։